Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք, տևական ժամանակ ինչ որ ձգձգվում էր չէր կայանում մեր այսօրվա հանդիպումը։ Ես մեղավոր չեմ եղել։ Ես եմ մեղավոր եղել, ընդունում եմ։ Ավելի ճիշտ ես էլ այնքան մեղավոր չեմ եղել, տեխնիկական որոշ հարցեր կային։ Հեցի նոր տերերը երևի։ Այո։ Պարոն Զուրաբյան, մեր զրույցը առաջարկում եմ սկսել եկեղեցու շուրջ կատարվող վերջին ցավալի իրադարձություններից։ Համացանցում հայտնվեց ինչ-որ նամակ, որոշ սրբազան հայրերի ստորագրություններով։ Նամակում արկա էր, որ փորձաքննության է ենթարկվել Արշակ սրբազանի տեսանյութը, այն համապատասխանում է իրականությանը, բայց վեհափառ հայրապետը քայլեր չի ձեռնարկում եւ սրա դեմ ինչ-որ ընդվզում էր բողոք։ Մարդիկ այսպես կասկածի տակ էին առնում իրենց ստորագրություններն թե չէ, կեղծ է թե չէ, արդյոք ստորագրել են, արդյոք դա էր բովանդակությունը, բայց մենք օրվա վերջում ականատես եղանք մի տեսարանի, երբ այդ նույն սրբազան հայրերը գնացել էին Փաշինյանի դուռը եւ կառավարությունում հանդիպում էին ունենում, աղոթքով էին սկսում իրենց հանդիպումը, Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում իրենց սկզբունքայնության համար։ Այս տեսարանը որոշները որակեցին հուդաների խրախճանք, որոշները նզովյալների, ինչ-որ նենգադավների հավաք, դավաճանություն եւ այլն։ Ինչ էր այդ տեսարանը ձեզ համար եւ դուք ինչ որակում կտաք այս ամենին։ Դե նախ անդրադառնանք այս պատկերին, հա։ Հետո արդեն կմտնենք ավելի խորքային բաների մեջ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ այս քաղաքական կարիերայի ընթացքում զբաղված է եղել կճոյանին, սրբազանին պախարակելով, որպես անբարոյականության, պղծության մի մարմնավորում։ Այո։ Եվ հիմա պղծության դեմ, եկեղեցու պղծության դեմ պայքարում ինքը հենվում է այն մարդու վրա, որը եղել է իր հենց մատուցածով երկար տարիներ, կարծեմ վերջերս էլ է անդրադարձել։ Այո, կարող ենք մեջբերել ազգային ժողովի իր Այնքան լավ կլինի, որ մեջբերեք։ Բառացի մեջ բերեմ, չնայած անգիրել եմ հիշում, այնքան ենք ասել կրկնել այս ընթացքում ազգային ժողովի ամբիոնից, ասես չհասկացա, ուրեմն հոգևորականը Բենտլի ունենա, 3 հատ սիրած ունենա, 4 հատ կնիկ ունենա, ոսկեղեն ունենա ու բանանեն, հետո ինձ ասեք ներշ, դուք ձեզ հայելու մեջ ընդհանրապես նայել եք, այս տիպի sense բորբոքով, ոսեք այդ Բենտլին ուներ։ Չէ, սա, այսինքն բառացիորեն ինչքան է, մի երկու շաբաթ առաջ է եղել դա։ Այո, բյուջեի քննարկման ժամանակ։ Հետո կանչում է հենց այն նույն մարդուն, որին մեղադրել է այս ամեն ինչում, որպեսզի կարողանա այդ մարդու միջոցով գրոհ կատարի վեհափառի վրա եւ հայ առաքելական եկեղեցու վրա։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞, երբ որ դու պղծության դեմ կռվի մեջ բան ես անում, հենվում ես պիղծերի վրա, դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն այս ամբողջը բանա ֆարս, կեղծ բանա, ֆարս է եւ իսկապես, բայց հիմա պարզվում է, որ ինքը ուրիշ տարբերակ չուներ էլ, որովհետեւ հիմա պարզվում է, որ հենց այն ամենախոցելի, այն ամենաանբարոյական, ամենաօրինազանց եւ կարգազանց մարդկանց վրա պետք է հենվի, որովհետեւ դա ուղիղ այն մարդիկ են, ում վրա ինքը կարող է գործածի այդ իր ամբողջ պետական ապարատի լծակները, քնչական մարմինների լծակները, որը իր ամենես սիրելի զբաղմունքն է վերջերս, որ կարողանա այդ գրոհը կազմակերպի վեհափառի դեմ։ Կոմպրոմատներ ունի այս մարդկանց դեմ։ Դա ասում եմ, դա միանշանակ է։ Այսինքն հեսա մենք ավելի մանրամասն կգնանք, որովհետեւ այստեղ անգամ այդքան կոմպրոմատների հարցը չի, ինչքան իրավական բեսպրեդելի հարցը, որը հիմա կատարվում է։ Գիտեք, ընդհանրապես ես կուզեի մի բան ասեի։ Բոլորս ունենք մի քիչ տարբերվող պատկերացումներ բարոյականության մասին, հա։ Փաշինյանը իր պատկերացումները ունի, վեհափառը իր պատկերացումները ունի, ես եւ դուք մեր պատկերացումները ունենք եւ դրանք կարող են տարբերվել։ Մեկը ինչ որ հարցում ավելի հանդուրժող է, մյուս հարցերում ավելի խստապ պահանջ է։ Այսինքն այստեղ կոնսենսուս չկա, կոպիտ ասած։ Եվ դա է պատճառը, որ ես սովորաբար չեմ ցանկանում
այս իրադարձությունները նայել բարոյական հարթության մեջ։ Բարոյական հարթության մեջ մենք տարբեր մոտեցումներ կարող ենք ունենալ, մեկը կարող է համարի, որ կուսակրոնությունը դա բարոյականության բարձրունք է, մյուսը կարող է ասի դե լավ, հիմա այդտեղ ինչ մի բան կա, հակառակը դա շատ վատ հետևանքների է բերում, հայտնի է դա, ասենք նույն Հռոմի այդ կաթողիկ եկեղեցում ինչի է դա բերել եւ ինչ սեքսուալ չարաշահումների, բաների եւ այլն։ Բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է այդ հարթությունը չի կարևորը։ Այսինքն մի հատ չափանիշ պետք է լինի, որը բոլորիս համար ընդունելի է։ Իսկ մի հատ չափանիշը, որը բոլորիս համար ընդունելի է կամ պետք է որ ընդունելի լինի, դա օրենքն է։ Օրենք։ Մենք ունենք սահմանադրություն, մենք ունենք քրեական օրենսգիրք, քրեական դատավարություն, քրեական օրենսգիրքը ինչով է կարևոր։ Քրեական օրենսգրքում ըստ էության ֆորմալացված է, թե ինչն ենք մենք համարում անբարոյական այս հասարակության մեջ։ Էդ է։ Քրեական օրենսգիրքը ուրիշ բան չի, քան օրենք բարոյականության մասին։ Այսինքն այս բաները անբարոյական են, հանրության կողմից չեն ընդունվում, հետևաբար արգելվում են։ Հիմա եթե այդ տեսակետից նայենք, մենք ապշեցուցիչ եզրակացությունների ենք գալու, որովհետև ինչա տեղի ունեցել։ Ասենք այդ նույն այդ եպիսկոպոսները, ում վրա հիմա այդ մեղադրանքը կառուցվում է, հենվում է այդ վեհապարի դեմ, այդ մարդիկ ինչ են ասում։ Գնացել են Փաշինյանին, ինչ են ասում։ Ասում են մենք ունենք փորձագիտական եզրակացություն Արշակ Սրբազանի վերաբերող այդ տեսանյութի մասին եւ վեհապարը այդ եզրակացությունը ընթացք չի տվել։ Մի րոպե, այդ ինչ եզրակացություն է։ Նա հասկանանք։ Իշխորանում եք պարզվում է, որ դա քննչական կոմիտեի եզրակացությունն է։ Նախաքննական փորձագիտական գաղտնիքի, եթե նույնիսկ կան։ Հիմա մի քիչ ենք խորանում, որտեղ ասում ենք, բայց կներեք, այդ երբանից է արդեն կարելի է դիմել քննչական կոմիտեին եւ ստանալ նրանցից փորձագիտական եզրակացություն։ Ընդ որում նախաքննական գաղտնիք է համարվում, եթե նույնիսկ կա նման եզրակացություն, բայց իդեպ պարոն Զուրաբյան, չէ, հեսա կմտնենք այս ամենը։ Բայց փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, ինքը փաստաբանն է ներգրաված է գործում, ասել էր նման փորձաքննություն չի անցկացվել, այսինքն գործում նման բան չկա։ Հեսա մանրամասն կասենք էլի։ Բանը, սա նախաքննական գաղտնիքը մի քիչ ստեղ կիրառելի չի, որովհետև արդյոք գաղտնիք է թե ոչ, որոշում է հենց քննչական մարմինը։ Հետևաբար զուտ ֆորմալ առումով իրանք ասեն, դե մենք որոշել ենք, որ դա նախաքննական գաղտնիք չի, բայց խնդրեմը դրա մեջ չի, խնդրեմը լրիվ այլ բանի մեջ է։ Ուրեմն ես ուզում եմ մեր հանդիսատեսին ընթերցել մի կարևորագույն կարգավորում, որը եւ սահմանության մեջ կա, եւ քրեական օրենսգրքի։ Որից եմ ասում, այս ֆորմալացված պատկերացումներն են բարոյականության մասին։ Ուրեմն ինչա գրում սահմանության 31-րդ հոդվածը, որը կոչվում է մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի եւ բարո համբավի անձեռնմխելիությունը։ Դե յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ Եվ հիմա անցնում ենք դրա արդեն ֆորմալացմանը քրեական օրենսգրքում։ Քրեական օրենսգրքի 204 հոդվածը, որը կոչվում է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը։ Ասում ենք, սա մեր քրեական օրենսգիրքը համարում է ամենաանբարոյական բաներից մեկը եւ մեր սահմանությունը։ Ուրեմն մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը պատժվում է եւ այլն եւ այլն։ Սա քրեական քրեորեն պատժելի արարք է։
Այսինքն մեր վարչապետը ամենաանբարոյական արարքն է, նախ այդ այն որ դրա համար մենք հաղորդում տվել ենք, դրան կարող է հետո անդրադառնանք, որ վարչապետը այն ժամանակ վանից որ դոմփելուց խոսեց, հələ ոչ մի բան չկար, բան ինքը ասեց որ վերջը ինչ որ ասեց Արշակ Սրբազան գնա շարունակի քո մի խոսքը եւ այսինքն ինքը այն ժամանակվանից հենց ինքն է առաջինը ոնց որ սկիզբը տվել կանաչ լույսը բացել այդ գրոհի համար, ապօրինի գրոհի համար, բայց հիմա նայեք ինչա կա, ինձ հետաքրքրեց, ես փորձեցի ուսումնասիրել այս հարցը, այսինքն ինչա ցանկացած խումբ, հանձնախումբ, չգիտեմ, կարող է դիմի քննչական մարմնին ստանա, քննչական կոմիտե ու ինչ որ փորձագիտական եզրակացություն ստանա, ուրեմն պարզվում է, քանի որ օրենքի բանով է սա ամեն ինչը պետք է մեկնաբանենք, որ քրդատի քրական դատավարության օրենսգրքի 252 հոդվածով փորձագիտություն նշանակում է քննչական մարմինը եթե իր վարույթի մեջ գտնվող գործի վերաբերյալ նա ցանկանում է ստանալ մասնագիտական կարծիք 252 հոդվածն է հիմա ստե հարց է ծագում այսինքն դա այնպես չի որ ինչ որ մեկը կարա դիմի քննչական մարմինը ինքը պետք է վարույթ իր մոտ ունեցած հարուցած դիլի ինչ որ վարույթ այդտեղ պետք է ինչ որ հարց իր մոտ առաջանա որի համար պետք է մասնագիտական ուզանափորձի իմանա մասնագիտական մարմինների ընդ որում նույն քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ձեռք բերված փորձագիտությամբ ձեռք բերված տեղեկությունները քննչական մարմինը կարող է տրամադրել բացառապես վարույթի մեջ ընդգրկված անձանց կողմերի օրինակի համար, չգիտեմ, մեղադրվողին այդ արարքի մեջ կամ հակառակը դրա զոհ դարձած կամ դու զոհի Այսինքն որևէ կերպ այս եպիսկոպոսները չէին կարող կողմ հանդիսանալ Արշակ Սրբազանի բացարձակապես, բայց հարցը անգամ այդ չի Ինչ վարույթ է հարուցվել, գիտեք Ես իմ կանալները բանարեցի, աշխատացրեցի, ուրեմն վարույթը վերաբերվում է հենց այս իմ նոր ցիտված հոդվածի բարոյականության, ընտանիքի միջամտել մարդու անձնական կյանքի միջամտություն, Այսինքն մի բառն էլ Արշակ Սրբազանի պետք է գտներ այն մարդկանց ու պատժեր նրանց, ովքեր խախտել են այդ ենթադրյալ այդ բանը տեսանյութը ստեղծել են եւ տարածել են։ Այո։ Վարույթը դրա համար է, ուրիշ ձև չէ կարող լինել, այսինքն դրա համար է հարուցվել։ Եվ հետո իրանք այդ վարույթը հարուցում են, հերիք չի չեն գտնում։ Ով է? Այդ այսինքն այդ ուղղությամբ չեն էլ շարժվում, որը իրանք միակ պարտականությունն է։ Իրանք տալիս են ինչ որ փորձագիտության, այդ էլ չգիտենք ում են տվել, ինչ են արել, բայց փորձագիտության տվյալները ոչ թե հայտնում են, ասենք, տուժողին կամ ասենք ինչ որ մեղադրվողին, որին չեն էլ գտել։ Իրանք հայտնում են դա կողմնակի անձած։ Այսինքն անում են ուղիղ այն, ինչ որ արգելված է 204 հոդվածով քրեական օրենսգրքի տարածում են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության վերաբերող նյութ հանցակից դառնալով ոչ թե հանցակից իրանք են դառնում հանցագործը իրանք խախտում են պատկերացնում եք քննչական կոմիտեն իր գործողություններով վարույթ է բացել 204 հոդվածով եւ իր գործողությունով խախտում է հենց այդ 204 հոդվածը այսինքն կատարում է հանցագործություն որը հենց բնութագրվում է այդ հոդվածով պատկերացնում եք չէ՞ ինչ աբսուրդ է բայց դա մի հատ ուրիշ հարց է ցակում Այս ամեն ինչը արվում է նաև հանցակից են դարձնում նաև եպիսկոպոսներին։ Այս եպիսկոպոսները կարող է բեխաբար են, կարող է իրենք չեն հասկանում։ Չգիտեն ինչի մեջ են թաթախվել։ Իրենք հանցագործ են 204 հոդվածով։ Այսինքն այդ մեղադրանքը, որովհետև իրանք այդ տեղեկությունները չէ ինչ որ պնդումներ են անում։ Գնացել են Փաշինյանի մոտ, հանրայնացրել են դա, նամակի մեջ գրել են, բան եւ այլն։ Ընդունել են դա իրենք զբաղված են ուղիղ այն գործողությունները, որոնք ընկնում են 204 հոդվածով, այսինքն մասնավոր կյանքի, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտում, այո, միջամտությունները տարածել։ Ուրեմն քննչական կոմիտեն մասնավորապես քննիչը, որը վարում է այս բանը, գումարած այս բոլոր եպիսկոպոսները, դա կազմակերպված մի հատ բանդա է,
իհարկե գիտենք ում կողմից կազմակերպված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդ բանդան այսօր կատարել է հանցագործություն։ Ուրեմն սա եկեք ֆիքսեք։ Բայց եկեք պարոն Զուրաբյան, այստեղից մի հարց առաջացավ։ Հա, լավ, ասեք եթե ինչ որ։ Ամենահետաքրքիրը ինչն է։ Ես մտածում էի, այս իշխանությունը այս հանելուկը ոնց պիտի լուծի։ Այսինքն իրանք ինչ են արել։ Իրանք են իրականում բոլորս էլ հասկանում ենք կատարել այդ ապօրինի կամ նկարանումը կամ այդ նյութի պատրաստումը, այսինքն հիմա այդ էլ կարևոր չի, դա արհեստական նյութ է, բայց իշխանությունը պատրաստել է այդ տեսանյութը, այսինքն իշխանությունը ինքը խախտել է սահմանադրությունը, ինքը այս բաները տարածել է։ Մասնակից է սարքել։ Ես ասում եմ, հանելուկը ոնց պիտի լուծի իշխանությունը, որովհետև իրանց պետք է այդ նյութի օգտագործումը ինչ որ մի քրեական վարույթում, բայց իրանք մենակ կարող են քրեական վարույթ բացել այդ բանը անողին գտնելու եւ բացահայտելու նպատակով եւ այդ մեղադրանքով ոնց կարող են իրանք օգտագործեն դա եւ ահա գտնվում է հանճարեղ լուծում, ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը գտնում է հանճարեղ լուծում, ինքը այդ տարածելու մեղադրանքով այդ ընտանեկան տեղեկությունը տարածելու մեղադրանքով գործ է բացում, հետո այդ օգտագործումը իր կոմպրոմատների տակ եղած Bentley-ով սկսած միջև այլ հանգամանքներ, շատերի մասին հրապարակվեցին բազմաթիվ նյութեր, արդեն զավակ ունենալու, այսինքն նույն կուսակրոնության խախտելու ամենապիղծ գործողությունների, այն որ բացահայտ հանրայնորեն, ցենց արդեն քննարկված, պատժված ինչ որ դեպքերում այս մարդկանց միջոցով հանցակից դարձնելով քննիչին ու քննչական կոմիտեին, ինքը բացում է այս ամեն ինչը հանրության համար եւ դարձնում է զենք վեհապարի դեմ։ Հանճարեղ լուծում։ Հանճարեղ, բայց ծայրահեղ անբարոյական ու ծայրահեղ հակասահմանադրական եւ հակաօրինակական։ Պարոն Զուրաբյան, այս պատմության մեջ այն, որ Bentley-ով Կճոյանին օգտագործումը կամ այնտեղ որոշ սրբազաններ, որի հետ կապված մամուլում էլի ոչ պակաս աղմկահարույց լուրեր կան, դա դնենք մի կողմ, բայց այդ տեսարանում ինձ համար, այսպես կարելի ասել, շոկային էր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրդանեսի ներկայությունը, այդ մարդու ձեռքը սեղմելը Արցախի կորստից հետո։ Լավ, սա ինչ էր։ Էդ ինչ կոմպրոմատ պիտի ունենար Փաշինյանը, որ ստիպեր մարդուն։ Դե ես չկներեք, ես չեմ կարող ենթադրություններ անել, այդ արդեն կավաց կբացահայտվի, էդ էլ կբացահայտվի, կարծում եք չի բացահայտվի։ Այնա դուք բավականին ունակ լրագրողներ եք, հեսա մի քանի հատ հետաքննություն կանեք, կբացահայտեք, հասկանաք ինչն է դրա տակ դրված։ Բայց լավ, բոլորին ամենակ կոմպրոմատերով չէ, ինչ որ կարող է բաներ են նաև խրախուսել են, ինչ որ խոստումներ են տվել, ի վերջո մարդիկ կան, որոնք հաշվարկ են անում, դե լավ, այս պետությունը կռվում է, եկեղեցու դեմ, պետությունը դե ի վերջո սաղ լծակները նրանց ձեռքում են, հիմա մենք սխալ կողմ բռնենք, հետո մեկը մեզ ջախջախելու են, ճնշելու են, լրիվ խորտակելու են, ավելի լավ է ժամանակին անցնենք խորտակվող նավից բանի իշխանության ծոցը եւ կունենանք համապատասխան դիվիդենդներ։ Այդ հաշվարկներն էլ կան։ Ես չգիտեմ կոնկրետ ձեր ասած դեպքում ինչն է գործել։ Bentley-ի դեպքում ամեն ինչ պարզ է։ Այդտեղ գուսակելու բան էլ չկա։ Աչք փակելով շորի եւ այլն շատ բաներ պարզ են, որտեվ այդ չեմ ուզում կրկնեմ, հետո ավելի լավ մասնագետներ կան, այդ բոլոր բացահայտումները արվել են տարբեր եպիսկոպոսների վերաբերյալ։ Բայց այդքան էլ կարևոր չի։ Մենք այստեղ ես նորից եմ ասում, մեզ համար գլխավոր հարցը պետք է լինի, դուք հասկացեք, մենք չենք պաշտպանում վեհապարին անձամբ։ Դուք եկեղեցին եք պաշտպանում։ Չնայած որպես քաղաքացի եւ որպես հայ առաքելական եկեղեցու առաջնորդ ինքը ունի նաեւ բոլոր իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն։ Ես գիտեք, մի հատ բան եմ ուզում ասեմ։ Ցանկացած մարդու, ցանկացած քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դա այդ մարդու հարցը չի միայն։ Եթե մենք ուզում ենք ունենանք խորապես ժողովրդավարական պետություն, որը հարգում է օրինականությունը, մարդկանց իրավունքները, մենք պետք է
ցանկացած մեր քաղաքացու իրավունքի ոտնահարումը դա առաջին հերթին մեծ ցավ կպատճառի ու մենք կանգնենք դրա պաշտպանությանը, որովհետև հարցը հետևել է, եթե դու թողնում ես, որ իշխանությունը խորանա այդ ապօրինության մեջ, հետո հասնելու է քո դուրը։ Քեզ էլ է հասնելու, կարող է քեզ չհասնի, բայց միևնույն է հասարակության մթնոլորտն է փչանալու, միևնույն է դա լինելու արդեն ավտորիտար իշխանություն, անձնիշխանություն, որը ոչ մի սրբության առաջ չի կանգնելու, օրենքի առաջ չի կանգնելու, ինչ չարաշահում կուզես կանի, ու ի վերջո մենք գիտենք նաև ինչի հանուն ինչի են արվում այդ չարաշահումները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ինչ անում Փաշինյանը, ինչ ապագա է ինքը բանարել նախատեսել Հայաստանի համար, այսպես կոչված 4-րդ հանրապետության ապագան, որը ոչ այլ բան չի, քան Հայաստանի ադրբեջանական տարբերակը, որտեղ կհարգվեն ոչ թե հայ քաղաքացիների իրավունքները, այլ առաջին հերթին ադրբեջանցի կամ ադրբեջանական ծագում ունեցող արդեն Հայաստանի քաղաքացիների իրավունքները, այդ պահանջները դրված են։ Փաշինյանը առաջ sense հավատացյալ չի եղել, պարոն Զուրաբյան, ոնց որ ներկայացնում է հիմա։ Մեկ էլ դառավ մի հատ sense խորապես հավատացյալ մարդ, ամբողջ օրը սա։ Դուք նրա հետ այդքան ճանապարհ եք անցել։ Կյանքում է տենց չի եղել։ Հաց ուտելուց առաջ աղոթել։ Բացարձակապես նման բան չի եղել, կներեք բանով, ասենք գործի բերումով շատ շփվել եմ, միասին շատ տեղեր ենք եղել, նման բան չի եղել։ Երբեք։ Սուտ է ասում, ինքը հավատացյալ մարդ չի։ Դա բացարձակ սուտ է։ Երբեք ինքը ոչ հարգանք է ունեցել, ոչ բան, այդ կրոնի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Այդ էլ որ հիշել է, ես մի անգամ այդ դեպքը պատմել եմ։ Հիսուս Քրիստոսի կերպարը հիշում էր, որ ինքը իրան նույնականացրել Հիսուս Քրիստոսի հետ։ Որ հացեր չէ բաժանել ու այդ ամենա հավատի դեմ պահվածքն է, երբ որ դու քո նվաստ մահկանացուտ համատում ես կամ նույնականացնում ես Հիսուս Քրիստոսի հետ։ Որ ասել են ինչպես Հիսուսն է իր առաքյալներին, հստալից այդպես է։ Սա բանա բանի Մատթեոսի ասած բաներն են, այդ գայլերն են, որ գալիս են ոչխարների զգեստով։ Էսա ուրիշ բան չի։ Էս լրիվ փարիսեցիական, ինչ ասեմ, կեղծ, ինչ որ մի հատ բարեպաշտություն է, եկեղեցապաշտություն է, բան, որ իրան պետքա բացառապես իր իշխանությունը ամրապնդելու նպատակով Ալիևի հրամանները եւ Փաշա, ինչա են, Փաշազադեի հրամանները կատարելու նպատակով, որովհետեւ ադրբեջանցիք շատ հստակ ձևակերպել են խնդրեմը, ասել են, որ հայ առաքելական եկեղեցին մեր տարածաշրջանում անվտանգության տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Այո։ Ավելի պարզ ոնց ասեն։ Բայց դա չէ абսուրդ, պատկերացնում եք հայ առաքելական եկեղեցին դառնա գլխավոր սպառնալիքը։ Ոնց կարող է հայ առաքելական եկեղեցի, ոչ զենք կա ձեռը։ Դե որովհետեւ տեսնում մնացած դաշտերում չեզոքացրել են, մնացել է։ Ասենք մենակ աղոթքներով զբաղվում, կազմակերպում է, չգիտեմ, ամուսնություններ, մկրտություններ, չգիտեմ, եւ այլն։ Ազգապահպանման գործոնն է։ Այսինքն դրանով սպառնալիք է դառել։ Ակնհայտ է, չէ, ինչի մասին է խոսքը։ Իրանք տեսնում են գլխավոր սպառնալիքը հայերի ինքնության մշակութային, պատմամշակութային ինքնության պահպանության մեջ։ Եվ այսօր բանը Փաշինյանը իրանց գործիքն է, իրանց ձեռքը, ինքը գիտի, որ ինքը իշխանություն պահելու այլ ձև չունի, ինքը պետք է ամեն ինչում ծառայի այսօրվա Ալիևյան ռեժիմին, ընդ որում Ալիևին էլ չէ, արդեն Հաջիևի մակարդակի է։ Բանը Հաջիևը դառել է այսօրվա ԿՊ-ական իկոնան, էլի, sense բանը գլխավոր քիչ ամնում արդեն աղոթեն, դնեն նա ֆոտոն իրանց առաջ ու աղոթեն, ասել, բայց Հաջիևը ասել է, հələ պատկերացրեք, էլի, ինչ է անում, բան է, ռոպագանդան ԿՊ-ական։ Ասում է, բայց որ ասում են, բայց ու դա խաղացում, դու ստե կարելի է հավատալ։ Ոնց ասում է։ Հաջիևը ինքը արդեն ասել է այն հեկներին, որ ընդ գնացել են, ասել է կոնֆլիկտը սպառված է։ Դրանից էլ ուժեղ երաշխիք։ Բա կոնֆլիկտը էլ ոնց են սպառում։ Հաջիևն է ասել։ Դարձրել բան, կիս Աստված։
Պարոն Զուրաբյան, դուք հավաք արեցիք, որոշ ուժեր մասնակցեցին, հայտարարություն հետևեց դրան, որի տակ ստորագրեցին տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ։ Այդ հայտարարության մեջ դուք կոչ էիք անում դատախազությանը, որ պատասխանատվության ենթարկի Ոչ Փաշինյանին, չենք անում, պահանջում եք պատասխանատվության ենթարկի եւ այլն եւ այլն։ Այ պարոն Զուրաբյան, Աննա Վարդապետյանը որ պատասխանատվության կանչելու լիներ, կկանչեր վաղուց Նիկոլ Մենք Աննա Փաշինյանին։ Վարդապետյանին չենք դիմել։ Բա դատախազությանը չեք դիմել։ Մենք դիմել ենք մեր Սահմանադրական ինստիտուտին, գլխավոր դատախազի Հա, բայց ինստիտուտին։ գիտեք որ նա է։ Ու դուք գիտեք որ, ասենք, մենք Աննա շատ լավ Վարդապետյանին գիտենք, ձեր հորդորով դարձի եք բերում, Չէ, մարդը մենք որ շատ լավ բանանել։ գիտենք, որ ինքը հանցակից է։ Մ, Ինքը պարտակում է վարչապետի հանցագործությունները, այս անգամ էլ է պարտակելու, մեզ հենց այդ է պետք, որ եւս մեկ անգամ ինքը պարտակի, որ հետո Հանցակիցների չկարողանա։ ցուցակն եք կազմում, այսպես Բա ասած ոնց, գույքագրում բա ոնց եք, թսակ ելով է բացահայտվեն։ դրան Բա մասնակցել։ թող բոլորը բացահայտվեն։ Այսինքն կա մի մարմին Հայաստանի Սահմանության համաձայն, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում օրինականության վերահսկողությունը։ Բա ում դիմենք։ Այդ մարմինին դիմենք ֆորմալ։ Մենք ի տարբերություն այս իշխանությանը սահմանությունը հարգում ենք։ Սահմանությունը եւ օրենքները։ Դիմում եք այդ մարմինին, այդ մարմինը եթե ինքն է խախտում օրենքները, մեղքը իրանց վիզա։ Դա մի օր պրոբլեմ է դառնալու իրանց համար։ Թող կուտակեն իրանց հանցագործությունները։ Հա, եթե դա դրա համար էիք անում, Բա արդեն հասկացա։ իհարկե դրա համար։ Բա մենք դնում ենք բանի առաջ։ Մենք դնում ենք իրանց երկընտրանքի առաջ, կամ իրանք պետք է կատարեն իրանց սահմանադրական ֆունկցիան, օրինականության վերահսկման, կամ պետք է ընտրեն պարտակման ճանապարհը։ Բայց դու պետք է պարտադրես իրան այդ երկընտրանքը։ Եվ իհարկե վստահենք, որ ինքը առաջի ճանապարհը չի ընտրելու, ընտրելու է երկրորդ ճանապարհը։ Բայց դա չի նշանակում, որ մեր քայլը ավելի քիչ իմաստալից է դառնում։ Հակառակը, մենք բացահայտում ենք նաև այդ այսօրվա գործող անձանց դեմքերը։ Օղակ ամբողջությամբ, հա։ Ամբողջ օղակը, պատասխանատվության բաշխումը, հետո պետք է իմանանք, չէ, ով ինչ անարդար վճիռ է կայացրել։ Այդպես Արթուր Դավթյանի հետ կապված է լիքը բան այդպես բացահայտվեց։ Ինչա բացահայտվել։ Դե լիքը գործերի, որ մասնակից դարձավ, չգիտեմ ինչ արեց, գործերը պարտակեց, կոծկեց եւ այլն, sense մեղադրանքներ, հետո մարդը դարավ ընդդիմադիր, եկավ ընդդիմադիրների ցույցերին։ Ուրա, բա այդքան, եթե ընդդիմադիր է, այդքի մի հատ ստից ընդդիմուց բան, չգիտեմ, չեղած բանի համար տանում են ընդդիմադիրին լցնում են բանտի մեջ, իսկ Արթուր Դավթյանին չեն ձեռ տալի։ Հա։ Եթե ինքը բանա օրինականությունը, եթե ձեր ասած ճիշտ լներ, վաղուց իրան տարել տարբեր գործերով բան էին արել։ Եթե իրոք Որտեւ ինքը ընդդիմադիր իրանց լիներ։ հաստատ իրանց բանը չի, իրանց սիրած մարդը չի։ Ինքը հաստատ իրանց ընես չի, որ իրանք լավ հարաբերությունների մեջ են։ Բացարձակապես։ Նա ի՞նչն է Սա հետ։ ընդդիմության մեջ է եւ շատ անկեղծ ընդդիմության մեջ, բարի նկատմամբ, Փաշինյանի նկատմամբ։ Իսկապես հավատում եք, Փաշինյանի հետ ժամանակին աշխատել հրամաններ չի կատարել, իրեն WhatsApp-ով նամակներ չեն գրել, ոչ մի չի արել, ինքը սուրբներ, եկավ ընդդիմադիր դաշտ։ Լսեք, եթե մեղադրանք ունեք կոնկրետ, ապացուցված, Չէ, ես հրապարակեք։ փաստ եմ հրապարակում, մարդը Փաշինյանի հետ է աշխատել, չէ։ Բա որտեվ եղել է գերագույն գլխավոր, եղել է գներություն գլխավոր դատախազ, երբ որ Փաշինյանը իրականացրեց այդ հեղափոխությունը։ Երբ որ պաշտոնաթող եղավ, նոր դառավ ընդդիմադիր, դուք տենց ընդդիմադիրների հավատում եք։ Չէ, մի րոպե, շատ ներողություն։ Այսինքն ինքը պետք է հրաժարական տար։ Դե եթե իր սկզբունքներին ինչ ես։ Չէ, ոնց։ Կասեք սկզբունքային չես, բայց մնա իր քո քեզ բանը ընտրել են 7 տարով, մնա իր քո գործը անեիր։ Թող չծառայեր։ Թող արդարադատությանը ծառայեր։ Ես առաջարկում եմ, ի վերջո ես ոչ մեկի փաստաբանի դերը պատրաստ չեմ կատարել։ Առաջարկում եմ, եթե այդքան հարցեր ունեք, իրեն հրավիրեք հարցազրույցի, որովհետև հաստատ այդ բոլոր գործերի մասին, որ դուք այսօր նոր ակնարկեցիք, ինքը ինձից 100 անգամ ավելի լավ գիտի, ես Դե առիթը օգտագործենք պարոն Դավթյանին եւս հրավիրում ենք մեր տաղավար, եթե կընդունի իհարկե հրավերը, Փաշինյանի հետ կապված, իշխանափոխության հետ կապված, ավելի ճիշտ դուք ձեր վերջին հարցազրույցում ասել եք, որ Փաշինյանը հիստերիայի մեջ է, սա հիստերիկա է
եւ 26-ի ընտրություններին ինքը ոչինչ չունի ցույց տալու, բայց ինքը հենց Փաշինյանը լրագրողների հետ իր վերջին կարճ ճեպազրույցի ընթացքում ամենայն վստահությամբ էր խոսում իր վերընտրվելու մասին եւ ասում էր, որ 2026-ին քաղաքացիական պայմանագիրը ջախջախիչ հաղթանակ է տանելու։ Պետք է ասեն։ Իրենք գիրեք բոլոր հիմքերը ստեղծել են։ Առաջին հիմքը, կարևորագույն հիմքը, որը իդեպ ստեղծել են ոչ թե իրենք, այլ իրենց նախորդները, Սերժ Սարգսյանի հետ սահմանությամբ, դա այդ երաշխավորված մեծամասնության սկզբունքն է, որը իրան թույլ է տալիս, ասենք, իշխանություն ոչ թե ստանալ ամեն անգամ, այլ ստանալ համանական իշխանություն եւ ըստ էության բացարձակ իշխանություն ունենալ։ Գիտեք, այս համանացությունը ընդհանրապես որ գործում է, դա բան է իդեալական համացությունն է դիկտատորի համար, որովհետև նախ չկա արդեն ոնց որ ասենք նախագահականի դեպքում կար այդ արգելքը 3 ժամկետի վրա, այսինքն ինչքան ուզի կարա ընտրվի։ Երկրորդը միշտ ունենում է սահմանադրական մեծամասնություն։ Հիմա իհարկե ինքը պետք է կներեք, դա հենց իր գլխավոր ձիրքն է, գլխավոր շնորհքն է, որ ինքը կարողանում է պարտությունը, նվաստացումը պատմել որպես հաղթանակ։ Ինքը կարող է ամենաիր բանը ողորմելի վիճակը ներկայացնել որպես հաղթական վիճակ։ Բայց ինքը սաղորը դրանով է։ Այդ ազգում իր գլխավոր քաղաքական ստրատեգիան դա բլեֆն է։ Բլեֆ։ Բայց իհարկե պետք է դες բաներ ասի։ Ու նայ չի որ հիմքեր չունի։ Ինքը հիմքեր ունի։ Չնայած ես վերջերս ասել եմ, որ վերլուծում ես վերջին ընտրությունները, Երևանի ընտրությունները, հետո բոլորը որ նայում ես 10-11% է ընտրողների ցուցակից ընդամենը հավաքում։ Որը շատ այսինքն դա բացարձակ մեծամասնություն չի դա համար դա որևէ դեմոկրատական հանրությունում կհամարվեր շատ խարխուլ հիմք։ Դա անգամ կարելի է ասել, որ սա երաշխավորված պարտություն է։ Բայց իրենք ինչ են անում։ Իրենք նախ ունեն այս սահմանադրական երաշխավորված մեծամասնության մեխանիզմը, որը նշանակում է, որ անգամ իրենք կարող են, չգիտեմ, 30-40% ստանան, բայց արբանյակներով, բանով, մնացածով կպցնելով, վարչական ռեսուրսով արբանյակներ են կամ էլ կուսակցություններ են, որ մտել են պայքարի մեջ ընդամենը ձայն փախցնելու համար բանձայները փոշիացնելու նպատակով, ընտրական տարբեր տեխնոլոգիաներ են գործածում, վարչական ռեսուրսի ահավոր կիրառում, քրեական գործեր, ճնշումներ եւ այլն, այսօր կարելի է ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխարինել բանով, քննչական կոմիտեով եւ հակակոռուպցիոն կոմիտեով, որովհետեւ իրանց վրա է այդ ֆունկցիան հիմա դրված։ Նրանք մեխի գլուխ են, ուղղակի շտամպ են դնելու ցանկացած որոշման վրա, բայց գլխավոր ընտրական գործիքը Նիկոլ Փաշինյանը այսօր քննչական ապարատն է։ Դրա համար էլ տես հավաքում է բոլորին։ Եթե ունի այդ բոլոր գործիքները, վարչական ռեսուրսն ունի, սահմանադրություն ասում եք իր կողմնա որպես դիկտատոր, չգիտեմ, ԿՀ-ն ունի, ամեն ինչ ունի ընտրվելու համար, որտեղից Լևոն Տեր-Պետրոսյանին այդ վստահությունը, որ ասում էր, որ հայ ժողովուրդը կհաղթահարի Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե այդ ժողովուրդը հաղթարեց, կարծեմ ասել էր Ռուսաստանի կայսրին, ուրեմն կհաղթարի նաև ազգադավ, չգիտեմ, ազգակործան, չգիտեմ, այս տիպի բառերով Նիկոլ Փաշինյանին։ Լսեք, ինքը ընդհանրապես սկսնակ դիկտատոր է, ինքը ոչ Մուբարակ է, ոչ Կադաֆի է, որ չգիտեմ, դաժան դիկտատորական ռեժիմներ են ստեղծել եւ մի ասեք, պարոն Զորաբյան, մի ասեք, կհետևիկ կլրացնի, բացը կլրացնի։ Որ ինքը ի վերջո, եթե ցենց անպատժելի մնա, ինքը դառնալու է Կադաֆիից էլ ավելի վատը, ես դրա մեջ մի րոպե կասկած չունեմ։ Բայց ուզում ասեմ, այդպես նման ռեժիմներ են բանախախտվել։ Նա ով է, դա հələ նոր սաղմնային բան է, սաղմնային դիկտատուրա է, ինքը նոր է այդ անձնիշխանության այդ էլեմենտները, մեծ պրոգրեսի է հասել եւ կարողացել է, հիմա ասեմ, այդ մեր հաղորդումներ որ նայեք, ինքը ուղղակի աննախադեպ, եթե մի աննախադեպ բան կա, դա որ ինքը աննախադեպ խախտում է օրենքների, սահմանության, օրենսդրության, ինքը դարել է օրենքը ես եմ, մի հատ այդպես երևում։ Կառավարությունը ես եմ, օրենքը ես եմ, ԲԴԽ-ն ես եմ, ամեն ինչը ես եմ։ Բայց մենք պետք է հասկանանք, երկու խնդիր ունենք լուծելու։ Մեկը որ պահպանենք մեր ժողովրդավարական երկիրը, որովհետև եթե թողնես ինքը
կայանա, իսկ ինքը հիմա ողորմելի մի հատ սաղմնային հələ որ բանի վիճակում է գտնվում։ Ինքը անցումային պահին է, հələ ոչինչ է, որպես ավտոկրատ, որպես դիկտատոր, բայց ինքը մեծ տեմպերով սլանում է։ Եվս մեկ հաղթանակ ու այդ կարող է անշրջելի դառնա։ Եթե ինքը եւս մեկ անգամ եւ եւս մեկ ժամկետով երկարացնի իր իշխանությունը, դա արդեն անշրջելի է դառնալու Հայաստանի համար, որովհետեւ դա կնշանակի, որ հայ ժողովուրդը, հասարակությունը իսկապես իր մեջ ուժ չգտավ այդ բոլոր ապօրինությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այդ խախտումների դեմ առնելու։ Դա կնշանակի նաեւ, որ անդիմադիրներն են ձախողել մեծ հաշվով։ Չէ, դա բոլորի ձախողումն է։ Այսինքն կնշանակի, որ ընտրում են էլի մարդիկ, ուրեմն դուք այդ ինչ վատն եք, որ մարդիկ էլի ընտրում են Փաշինյանին։ Չէ, դա բոլորի ձախողումը կլինի։ Դե դիմաստե խնդիրը հետեւյալն է, գիտեք ինչ։ Այնուամենայնիվ գլխավոր ֆակտորը, որի վրա խաղում է Փաշինյանը, դա ասենց ընդդիմություն եթե որպես ամբողջություն վերցնենք, թեև մի քիչ ծիծաղելի է, որովհետև այդ ընդդիմությունը շատ խայտաբղետ է ու շատ տարբեր բաների, գաղափարախոսությունների կամ գաղափարախոսության պակասի տարբեր գույների, չգիտեմ, տարբեր կալիբրերի եւ այլն, մի հատ հավաքածու է, որ չես էլ կարող ասես այդ բոլորին դրանց ասես մեր ընդդիմությունը եւ վերջ։ Բայց որ մի քիչ պատկերը բարձրացնենք, մեզ ի՞նչ է պետք։ Մեզ հայ ժողովրդի նկատի ունեմ հասարակությանը։ Մեզ պետք է ընդամենը, բայց այդ ընդամենը շատ ծանր բան է։ Ձևավորել մի հատ համախմբում, որը ընկալելի կլինի հայ ժողովրդի համար։ Բոլորին միավորելը շատ դժվար բան է, ասեմ ձեզ։ Ավելի ճիշտ ոչ թե դժվար, այլ անհույս եւ անիրագործելի։ Չեք կարող դուք ստեղծեք, ասենք, մի հատ միասնական ճակատով հնարավոր չի, որտեղ տեղավորվի, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, չգիտեմ, Բևերը, եսիմ ելով կա, տենց Դե գոնե դաշտի հիմնական խաղացողները կարող են իրար հետ լեզու գտնել ու համախմբվել։ Հիմա հիմնական երևի հիմնական խաղացողներին էլ դժվար կլինի, որովհետև մի հատ այնուամենայնիվ մի հատ խնդիր կա։ Փաշինյանը ինչ է ասում։ Փաշինյանը երկու խնդիր է դնում հանրության համար, որ իր առաքելությունը, այսպես ասած, արդարացնի եւ իր իրավացիությունը ամրապնդի։ Երկու խնդիր, մեկը ասում է. ես եմ բերել խաղաղություն։ Այո։ Եվ ով որ իմ դեմ է, նա բերելու է պատերազմ, շատ հստակ մի հատ սխեմա է, էլի։ Դրված, երկրորդը եթե վերադառնան օրինակի համար Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, դա նշանակում է թալանի վերադարձ։ Այդ ուժերին ես չեմ ուզում տեսնել, իրականում ինքը հենց այդ ուժերին է ուզում տենալ մյուս պարլամենտում, որովհետև 1000 անգամ իրանք են ասել, ամենահարմար օպոզիցիան է մեր համար։ Դե Թաթոյանն էլ առաջարկեց, ասում է դուրս եկեք, նախկին բոլոր նախագահներն ասես դուրս եկեք։ Խնդալու բան է, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի կարիերա ունեցած մարդը չի կարող ուրիշ իրավունքները նկատի ունենալ կատարի մարդկանց համանadrական իրավունքների վրա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը բանա, ասենք, վատ ֆիգուրա, որը ես համարում եմ եւ համաձայն եմ, դրա հետ պետք քաղաքական դաշտում դիր քննադատի ջարդի ապացուցի քո ճշմարտացիություն։ Բայց դու չես կարող ամենավատ մարդու համանadrական իրավունքի վրա ասես դու չպետք է մասնակցես։ Չէ, բայց ասում եմ, եթե ուզում եք իրոք, որ Փաշինյանը չհաղթի, որովհետև ձեզանով է ինքը սնվում, ձեր թեման քանի կա, ինքը ինքնահաստատվում է այդ թեման։ Կարճ ասած։ Դե այդպես է ասում։ Ես փոխանցում եմ ուղղակի ինչ ասում։ Իսկ ես ասում եմ, դա քաղաքական մոտեցում չի, դա wishful thinking է, դա ինչ որ մի հատ երասկոտ բան է, էլի, որ այ դուք դուս եկեք, բան, այդ մարդիկ էլ չեն դուս գալի։ Հետո դու իրավունք չունես քո քաղաքական հայտը կառուցես այլ մարդկանց ավելին քո իրականում քո կողմից հռչակված քաղաքական հակառակորդների դեմ պայքարի, կամքի վրա։ Այսինքն ինչա, դու քո քաղաքական, մի հատ էլ Նիկոլին առաջարկ արա, թող ինքն էլ բանա դուս գա։ Մի արի որ չհաղթես։ Ասա դու էլ դուս արի, որ Հայաստանը չկործանվի։ Այսինքն սա բան է, մի քիչ մանկապարտեզ է իմ կարծիքով։ Չէ, պետքա այլ բան անել։ Պետքա ստեղծել
այնպիսի հայտ, Հիմա որը ձեր ասածն է ինքնին, երազկոտ։ լսեք, հա, որը ինքնին այնքան համոզիչ լինի, հա։ լինի մեր հանրության հասարակության համար, որ այդ հանրությանը մի կողմ դնի Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ ասել էսա մեր վերջապես մենք ունենք ուժ, որի հետևից պիտի գնանք։ Երբ որ տենց բան ես ասում, որ դուք դուրս եկեք նոր, դու արդեն քո անօգնականության տակ ստորագրում ես։ Հա, բայց դուք փակուղի եք մտնում։ Որ դուք չեք դուրս գալի դրա համար էլ մենք sense չենք կարողանում ինչ որ բան անել, ախպեր, դու կարողացի անել։ Իսկ այդ ուղղությամբ է մտածել, ոչ թե հույսը դնել, որ դու կհամոզես, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դուրս գան քաղաքական պայքարի։ Բայց նայեք, մյուս կողմից Փաշինյանը իրեն ընտրում է արդեն Չագուչի հարմար մատերիալ, պարոն Զուրաբյան։ Ինքը ընտրում է թիրախային տոճկաներ, թիրախային կետեր եւ դրանց հարվածելու շուրջ է կառուցում իր խոսույթը։ Ու դա կերակրում է հանրությանը, մարզերի ապրող բնակիչներին, չգիտեմ, ընտրողների նայում են, ասում են, ոյ, ճիշտ տոնում, իր իրավունքն է, ինչ ուզում է թող ասի, եթե համարում է, որ դա արձագանք կա գտնում, պես ուղղակի ասում եմ, բացատրում եմ, որ դա բան է, անօգնականության դրսևորումը ավելի շատ, քան թե ուժի։ Դա անօգնականություն է։ Այդ դեպքում դուք էլ եք ազգային ժողովում ասել եք, մենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ չենք պատկերացնում համախմբում։ Բայց չեմ ասում դուք դուրս եկեք պայքարից։ Ես չեմ կարող դες բան ասեմ։ Ես ոնց կարող եմ իրանց սահմանադրական իրավունքները բանան ոտ արել։ Բայց դուք մենակ էլ չեք կարող։ Համել ես գիտեմ, որ իրանք չեն դուրս գա։ Հա չեն դուրս գա, բայց մենակի չեն կարողանում։ Չէ, դրա համար ես ասացի մի քանի րոպե։ Միասնական ճակատն էլ ասում եք անհնար է, այդ դեպքում այդ ոնց։ Չէ, ես ասացի մի աղավակի խոսքեր, ես ասացի հնարավոր չի բոլորին։ Բոլորին։ Հա, բայց ասացի գլխավոր ֆիգուրներն էլ ասացիք այնքան էլ չի։ Այմա որ թուրտակ ես արդեն կմոտենամ նրան, թե ինչն է հնարավոր։ Հələ։ Այսինքն, այս խոսակցության ընթացքում մենք իսկապես հաշվի առնելով, որ այդ բաների վերադարձը, հա, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից իսկապես ընկալվում է որպես խնդրեմ մեր ժողովրդի մեծամասնության կողմից կամ ստվարը զանգվածի կողմից, մենք պետք է հասկանանք, որ լուծումը այլտեղ է։ Այսինքն պետք է ստեղծել մի հատ այնպիսի համախմբում, եւ վերջը թող իրենք չլինեն այդ համախմբան մեջ։ Թող լինի այնպիսի համախմբում, որը ժողովրդի սրտին մոտ պլատֆորմ կներկայացնի, որն է, դու նախ պետք է ջարդես Նիկոլի այդ կեղծավորությունը եւ այդ իր ոտնձգությունը խաղաղության հարցում մոնոպոլիա ստանալու, այդ ջարդես, որովհետեւ քանի դեռ ժողովուրդը կամ ժողովրդի sense միամիտ հատվածը մտածելու է, որ հա Նիկոլը խաղաղություն է բերել, իսկ մնացածը պատերազմ, դու չես ոչ մի շանս չունես։ Դու նախ եւ առաջ այդ ջարդես, որովհետեւ Նիկոլը խաղաղություն չի բերել, իր 7.5 տարվա կառավարման ընթացքում մենք ունեցել ենք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ ու ամեն անգամ ունեցել ենք կորուստներ, մարդկային, տերիտորիալ, այդ թվում նաեւ այնպես ինչ ասեմ, հսկայական կորուստ, որն էր Արցախի կորուստը։ Արցախը ըստ էության ենթարկվեց ցեղասպանության, դա եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք եւ իր վարած քաղաքականության պատճառով։ Այսինքն նախ այդ պետք է բացատրենք ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանն է մեզ այս վիճակի մեջ դրել։ Բայց Փաշինյանը սլակները ձեր կողմն է ուղում։ Ասում եմ, նայեք, դուք ասում եք, մենք խաղաղություն, մենք հաղթանակած նախագահներ, բայց ոչ մեկը էլ հաղթանակած չեք, որովհետև եթե հաղթանակած լինեիք ընտրությունները չէիք կեղծի, 3 նախագահներին ուղված իր գրառմամբ է ասում, ու ասում ու դուք մեռնում եք, որ դուք խաղաղություն եք ասում, բայց ես եմ այդ խաղաղությունը բերել, ես եմ գտել այդ երկրը։ Ես միգուցե հաճույքով մտնեմ Նիկոլ Փաշինյանի դեմագոգիայի նրբությունների մեջ, բայց հիմա մենք այլ հարց ենք քննարկում։ Մենք քննարկում ենք այս հարցը, արդյոք ճիշտ է ասում Փաշինյանը, որ ինքը խաղաղություն է բերել, ես բացատրում եմ, ոչ, ինքը բերել է պատերազմ, խաղաղություն չի։ Ինքը բերել է պատերազմ, բերել է նվաստացում, հիմա էլ պնդում է, որ ինքը այդքան կատարված սխալներից հետո այնուամենայնիվ գոնե բերել է խաղաղության, դա էլ սուտ է ասում, որովհետև խաղաղության չի բերել,
Ալիևը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, թուրքերը ասում են մենք սահմանները չենք բացի, այստեղ հարցը չի ծագում, Ֆիդան, որ ասպես չենք բացի, միջև դուք Ադրբեջանի պահանջները չկատարեք, չենք բացի, բայց մեկ կոնֆլիկտը սպառված է, բա Մեծն Հաջիևը ասել էր, որ կոնֆլիկտը սպառված է, բա որ սպառված է կոնֆլիկտը, այդ թշնամական, որը համարվում է պատերազմական գործողություն, շրջափակումը համարվում է բա ինչ եք պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ շարունակում։ Այսինքն սա մեծ սուտ է Փաշինյանի կողմից։ Հա, բայց վերադառնանք մեր բուն թեմային, ես երկրորդ խնդիրը, այն համախմբման մասին ենք խոսում։ Ուրեմն այդ համախմբումը մեկ էս խնդիրը պետք է լուծի, այսինքն պետք է առաջարկի ալտերնատիվ խաղաղության ծրագիր, այսինքն պետք է լինի ոչ թե ալտերնատիվ, միակ խաղաղության ծրագիր, այսինքն պետք է առաջարկի, մենք առաջարկում ենք այս ճանապարհով դու պատերազմ ես բերել, խաղաղություն չես բերել, թող այն ուժը գա, որը խաղաղություն կարա բերի։ Այս մի բանի պետք է հասնենք, այսինքն այդ միավորումը այդ պլատֆորմի մեջ պետք է ունենա այդ։ Բայց դա Քոչարյանը չի, Սերժ Սարգսյանը չի, առաջին նախագահն էլ հայտ չի ներկայացնում։ Նու դե ինչ եք դες ասում։ Առաջին նախագահի տեղը մի որոշեք։ Հայտ ներկայացումա թե չէ։ Ահա ներկայացնի։ Հիմա մենք Հայ ազգային կոնգրեսը հաստատ հայտ կներկայացնի։ Ինչ ձևով կներկայացնենք, դա էլ թույլ տվեք։ Մենք ինքներս ենք չէ խոսում համախմբման մասին։ Հետևաբար պետք չի որ մենք հիմա բանկամից ասենք այս ձևի հայտ ենք, այն ձևի հայտ։ Դա ենթադրում է պայմանավորվածությունների շրջանակ։ Հա, եթե նախկինները չեն ու Փաշինյանին նոր ինչ որ ընդդիմադիր ուժ է պետք, այսինքն ինչ որ նոր ուժ, որը պիտի ձևավորվի էլի քաղաքական դաշտից, որը էլի այսպես թե այնպես նախկիններից է լինելու։ Ախր որ թողեք խոսեմ, գալիս եմ էլ այդ կետին։ Այսինքն մենք բաներ ենք հիմա չափանիշներ ենք տալիս այդ համախմբման։ Դա այդտեղ կարևոր բաներ կետեր կան։ Մեկը է խաղաղության ծրագիրն է, որ ինքը պիտի ունենա։ Այդ համախմբը պիտի ունենա։ Եվ շատ հեշտ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մեղադրել նրա մեջ, որ իրանք եթե գան պատերազմ են բերելու։ Ինչքան էլ իրանք ասեն մենք էս կողմ ենք, բայց այդ բանը հեշտ է ժողովրդին մատուցել։ Այ որտեղ կա Լևոն Տեր-Պետրոսյանը, դա չի լինի։ Հա, որովհետեւ խաղաղության ծրագիրը ունեցել, որ ինքը ժամանակին դրել էր հաղթանակի հասնելուց հետո դրել էր այդ հաղթանակը խաղաղությամբ ամրապնդելու ծրագիրը, որը լրիվ իրատեսական էր եւ որը Ադրբեջանը ընդունել էր։ Բայց ինչի եք ասում, հեշտ է Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կապել ռևանշիզմի հետ, այսպես ասած։ Որովհետեւ իրանք վերջին 97 թվին դա։ Հա, բայց դրան ասելիքը ջրեր են այս կամ այն աստիճանի այդ առավելապաշտությունը միշտ պահեցին։ Բայց իրանք ասում են մենք ապացուցել ենք, մեր ժամանակ Արցախը չենք հանձնել։ Մենք ամեն ինչ արել ենք, ապացուցել չենք հանձնել, որովհետեւ լավ բանակցել են։ Գոնե բանակցել են, ոչ թե լավ բանակցել, գոնե բանակցել են։ Նիկոլ Փաշինյանը դա էլ չարեց։ Հետևաբար պրետենզիաներ կան եւ այս առումով եւ 97 թվից եղած բոլոր 98 թվից հետո եղած բոլոր իշխանությունները այդ պրետենզիաները կան։ Բայց հիմա ասում եմ այդ խաղաղության թեման հասկացանք, հիմա անցնենք ուրիշ թեմաների։ Երկրորդ թեման մարդիկ պետք է հասկանան, որ թալան չի վերադառնալու։ Ու այդ խմբավորումը իր մեջ այդտենց վտանգ չպետք է պարունակի։ Պետք է տեսնեն, որ այդպես վտանգ չկա։ Բուրժուա դեմոկրատական Զմաթո բուրժուա դեմոկրատական, եթե դուք Ծառուկյանին նկատի ունեք կոնկրետ, ես չգիտեմ ինքը կուզենա մտնել դրա մեջ, ավելի շատ իրանց գործողությունից դատում են, որ չէ։ Բայց այնուամենայնիվ կան ուժեր, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին։ Հա եթե մտնեն, թող իրանք էլ մտնեն։ Ծառուկյանի ուժն էլ կարող է մտնել դրա մեջ, որովհետև ինքն էլ է ընդունում, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ խաղաղության ծրագիրը ճիշտ էր եւ այլն, ինքը ամեն տեղ այդ բանը ասում է։ Փողա պետք հեղափոխություն անելու համար, պարոն Զուրաբյան, որովհետև ձեր էջում էլ դուք դրա մասին դիմել էիք հայրենակիցներին, հաշվի համար էիք բացել։ Բայց դա սովորական բան չի դեմոկրատական հասարակության մեջ, որ քաղաքական ուժերը ֆանդրեյզինգ են անում։ Չէ, նկատի ունեմ իշխանափոխություն, հեղափոխություն անելու համար փողա պետք, փողնա պակասում։ Կարծում եք առանց փողի հնարավոր է որևէ բան անել։ Բնականաբար պետք է փող հավաքես։ Բնականաբար պետք է ֆինանսական ռեսուրսներ լի, բայց գիտեք մի հատ հարց կա, հա։ Իդեպ ես հիշում եմ հենց Կոլումբիայի համալսարանում սովորելիս այդ բաները, այդ հարցը տենց միշտ դրվում էր մեր հետազոտման տենց կենտրոնում, ինչն ավելի կարևոր քաղաքականության մեջ, մեսեջը թե փողը, message or money։
Քո քաղաքական ուղերձն ավելի կարևոր, թե փողը, այսինքն այդ հարցի այդ նման ձևակերպումը ցույց է տալիս, որ այս երկուսն էլ շատ կարևոր բան են, բայց որն ավելի կարևոր։ Առանց մեկը մյուսի երկուսն էլ չի լինելու, այո։ Բանը միայն փողը առանց լուրջ քաղաքական մեսեջի դա աննպատակ ինչ-որ ծախս է, հա։ Հետո պետք է սրանք միավորել ու ուստեղ հարցա որն է, ասենք որոշ մարդիկ կարող են ասել որ ուղերձն է բերում փողը, որոշ մարդիկ կարող են ասել որ փողով կարելի է ի վերջո վարձել, չգիտեմ, բանի քաղաքագետների եւ կառուցել ուղերձը եւ այլն։ Իմ հավատամքը այն է որ այնուամենայնիվ պետք է լինի շատ հստակ ուղերձ, որտեղ ամեն ընտրություն ունենում է իր գլխավոր հարցը, կարևոր հարցը։ Ընտրություն ինչի եւ ինչի միջեւ։ Հա, ընդ որում շատ ճիշտ է պետք է ռայել այդ հարցը, այսինքն պետք է ասել ժողովրդին հիմա ինչ է պետք։ Այսինքն ուղերձի ձևակերպումը ամենակարևոր բաներից մեկն է, բայց մենք 1000 անգամ ճիշտ ուղերձ ձևակերպել ենք։ Հիմա ասենք 2017 թվականին մենք ձևակերպել ենք ամենաճիշտ ուղերձը։ Հա, երբ որ ասացինք, որ գրանք հիմա խաղաղության Ադրբեջանի հետ, որովհետև հետո ավելի վատ պահերն են, երբ որ մենք հələ ուժի դիրքից կարանք խոսանք։ Հետո լինելու է արդեն պատերազմ, ջախջախում եւ նվաստացուցիչ պայմանների պարտադրում մեր վրա։ Մենք 2017 թվականի գնացինք այդ բանով, դա ժամանակ պոպուլյար չէր եւ շատ քիչ տոկոս բարի դրացություն, հաշտություն, մենք ասում ենք Ադրբեջանի հետ պետք է հաշտվել։ Էսա մեր բանը, բայց հիմա տեսեք ոնց հիմա այս հաշտությունը դարել է բան անընդհատ նվաստացման գործընթաց, որը վերջ չունի։ Այդ թվում է ձեր թեզերը այն ժամանակ ջախջախում էին այսօրվա ներկայիս հպականները, հա, որ լսես Փաշինյանը, Ալենսյանը նայե ուզում են փողզիջում անեն, հա, ասում ինչ փողզիջում, ինչ բան, մինչև Ալիևը չճանաչի բանը, չգիտեմ, այդ տոնը չհանի հայկական բան եւ նրա այդ ով պետք է խոսա, ինչ փողզիջում, մենք ոչ մի փողզիջում իրենք են ասել։ Ու իրանք այդ դիրքորոշումը ով են հրավիրել պատերազմ, բերել պատերազմ։ Իրանք կարող էին խուսափել պատերազմից, եթե բանակցեին, եթե ճկուն լինեին եւ այլն, բայց իրանք հենց իրանց ինչ ասեմ, տագետ մարտնչող տգիտության պատճառով մեր երկիրը կողմեցին ահավոր մի հատ կորցանար պատերազմի։ Երբ որ խոսքը այդ ամփորձների մասին է, մի քիչ ընկալելի է, պարոն Զուրաբյան, քաղաքական դաշտում նոր քայլածների, այսպես ասած, իշխանություն եկածների, բայց այս իշխանության կողքին նաև մարդիկ են, որոնք ժամանակին ձեր ընկերներն էին։ Այդ թվում Վահագն Խաչատուրյան, ես չգիտեմ, դուք հիմա կապը պահում եք իր հետ, հանդիպումներ ունենում եք, չեք։ Կապ չենք պահում, որովհետև ինքն էլ եւ շատ ուրիշներն էլ շատ կեղտոտ բան են անում։ Այսօրվա ռոպագանդայի թեզիսներից մեկը, բանի, այդանա որ դե մենք ինչ ենք անում, մենք Լևոն Տեր-Պետրոսյաններ չէ անում այդ բանը, մենք ընդհանրապես նույն այդ խաղաղության ծրագիրը Տեր-Պետրոսյանի բան։ Հələ մի հատ էլ ուրիշ բանի են հասնում, ասում են հակը շեղվել է բանից Տեր-Պետրոսյանի ուղուց եւ սկզբունքներից։ Ահա։ Իսկ ոչ թե իրենք են ձեզ դավաճանել, այլ դուք եք իրենց դավաճանել։ Անկամ բանը Լիփարիցյանն է այդպես բաներ խոսում։ Այո։ Ասում է բանա, դե հակը շեղվել է կամ հակը բանա, ինչ ասեց։ Ինչ որ ես չեմ նայել, բայց ինձ ասացին, որ ինչ որ բանա սկզբունքայնության վրա չի այդ իր բանը հակի այսօրվա դիրքորոշումը։ Ուրեմն այդ բոլորին Ժիրայր Լիփարիցյանին, բանին Ալեն Սիմոնյանին, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանին, Էլովկա Վահագն Խաչատրյանին, նախ կետ առաջին Հայ ազգային կոնգրեսում ոչինչ չի արվում առանց Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հանձնարարությամբ կամ առանց նրա հավանության։ Չկա տենց բան, որևէ բան չկա։ Այսինքն բոլոր նրանք ովքեր հիմա փորձում են կերակրել այս ռոպագանդան, որ դե Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը բան են արել էլի, շեղվել են Տեր-Պետրոսյանի գծից, բան Տեր-Պետրոսյանը էլ շատ չի խոսում, բան այդ բաների չի անդրադառնում։ Իրանք երևի չգիտեմ, պետք է խոհանոցը բացեն, բայց այդ կանոնադրական խոհանոց է, էլի։ Այսինքն ոչ մի հայտարարություն
առանց Տեր-Պետրոսյանի վերջնական հավանության չի կարող անցնել։ Դա մեր կանոնադրությունն է։ Այսինքն դուք չեք կարող ինքնագլուխ ինչ-որ Ոչ բաներ մի բան անել, ինքնագլուխ չի կարող լինել։ Կամ չեմ ասում, որ ամեն ինչ ինքնավորոշում, այսինքն բաներ կան, որ մենք ենք բանանում, մշակում, ինչ որ դիրքորոշումներ, բայց էլի պիտի ստանանք իր համաձայնությունը։ Այսինքն սա մեկ։ Երկրորդ կեղծիքը, որ մեզ փորձում են մատուցել, հետեւյալն է, որ դե բանա ախր մենք նույն բանն ենք անում, ինչ որ Տեր-Պետրոսյանը, նույն խաղաղությունն է, բանն է եւ ուղղակի իրանց մոտ չստացվեց, մեր մոտ ստացվում է ինչ որ էլի, հա։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ ընդհանրապես հայոց համազգային շարժումը երբեք չի եղել պացիֆիստական ուժ։ Հայոց համազգային շարժումն է առաջնորդել Ղարաբաղի ազատագրական պայքարը, ստեղծել ջոկատներ, որովհետև մեզ համար շատ կարևոր էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Մենք երբեք տերիտորիալ պահանջներ չենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, բայց մենք ուզեցել ենք պաշտպանել եւ երբ որ տեսել ենք, որ զբաղվում են ցեղասպանությամբ կամ ցեղասպանության սպառնալիք կա այդ մարդկանց վրա, մենք կազմակերպել ենք նաեւ պաշտպանությունը ընդ որում զենքով։ Բայց դա չի նշանակում, որ մենք եղել ենք միլիտարիստ։ Մենք հասկացել ենք, որ կան սահմաններ, այսինքն դու կարողացար պաշտպանես իրավունքները, դրանից հետո պիտի գնաս խաղաղության։ Իսկ մենք կարողացանք պաշտպանել իրավունքները եւ գնացինք բանի այդ խաղաղության մենք այսինքն սկսենք դիվանագիտական աշխատանք անցկացնել, հասկանալով, որ պետք է ինչ-որ բաներ նաեւ հետ տաս։ Օրինակի համար Ղարաբաղից դուրս 5 շրջանը պետք է հետ տաս։ Որտեվ դա արդեն տարածքային բան է։ Եթե դու պահում ես դրանք, դա տարածքային բան է արդեն ոտնձգություն։ Լուրջ խնդիր է արդեն դառնալու, հետո ավելի ծանրանում։ Բայց մենք հասել ենք դրան, ադրբեջաներն են ընդունել, ամբողջ աշխարհն ընդունել, որ պետք է ընդամենը մի քանի շրջան Ղարաբաղից դուրս վերադարձնենք եւ դե ֆակտո ունենայինք Ղարաբաղյան անկախ պետություն։ Այս բանը վիժեցրեցին։ Վիժեցնողները հայտնի են։ 19 թվին 2019 թվին նորից նման պլան եղել դրվել սեղանին, որ ասում եք հիշեցնում եք մնացած պահեք ծերունդեր շարունակ։ Ու չի ընդունվել այդ պլանը։ Ոչ միայն չի ընդունել, ինքը չի էլ փորձել բանակցել, ինքը ամբողջությամբ մերժել է։ Ու դրա համար ենք մենք ասում, դու պիտի հրապարակես ոչ միայն 2019 թվի պլանը, այլև պիտի հրապարակես քո պաշտոնական պատասխանը։ Ինչ ես դու պատասխանել։ Դու պատասխանել ես խայտարակ մի բան, որը հնարավոր է դարձրել Ադրբեջանի ագրեսիան, լեգիտիմացրել է այդ ագրեսիան ու պատերազմը մեր դեմ։ Այս բաները պետք է հենց բացվեն։ Ինչ ասեմ, Պարոն Զուրաբյան, բայց նախկինի հետ կապված չկա մեղքի զգացողություն։ Տեսեք, շատ հաճախ ես լսում եմ հանրության մոտ կա կարծիք, որ այս երկրի փչացած հիմքերը դրվել են դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, ինքնա իրա դրած պետության հիմքերը սենց են, ինքնա մեղավոր եւ այլն, եւ որոշ ֆիգուրների են հատկապես մատնանշում, որոնք եկել հասել են այս իշխանությանն են արդեն ծառայում, մասնավորապես Գագիկ Մելքոնյանը, որը հենց բանը թիկունքի գծով վարչության պետ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը, որը եւ աղետի հետ կապված նշանակվեց որպես լիազոր ներկայացուցիչ, չգիտեմ ինչ անելու, եւ հետո գիտեք հետևանքների մասին մամուլում էլիքը բաներ կան, թե ինչ է արել Գյումրիում Անդրանիկ Քոչարյանը, այսինքն այս մարդկանց դուք բերել եք առաջին պլան, այսպես ասած։ Բայց հետո հեռացվել է, չէ՞։ Հա։ Հեռացվել է, բայց շարունակել են իրենց այսպես ասած կարիերան եւ դուք եք իրենց մերջանին կապել, այսպես կոպիտ ասեմ։ Հա, մերջանին դուք եք իրենց կապել եւ չկա այդ մեղքի զգացողությունը, որովհետեւ շատ են այդ ֆիգուրները, այդ մեկ-երկուսը չեն։ Ինչ որ մեկի ջանին ինչ որ բան կապելը դա մի չափազանցված պատկեր է, որովհետեւ իրականում դա տարերային մի շարժում էր, հայոց համազգային շարժումը, որի մեջ ներգրավեցին բազմաթիվ տարբեր տեսակի մարդիկ, տարբեր կարիերաներով, տարբեր բաքգրաունդներով, տարբեր որակի եւ այլն եւ այլն։ Այսինքն նենց չի որ ինչ որ մեկը հավաքել է այդ մարդկանց։ Այդ մարդիկ հավաքվել են տարերայնորեն մի շարժման մեջ ու ունեցել են դերակատարություն բնականաբար։ Սա մեկ։
բայց հա բարձավոր ու չեք պատկերացնի ինչ կլինի հետո, էլի, ասենք ինչ կդառնան կամ բան, հա։ Չէ, հետո ընթացքում բացվում է, մեկը ազնիվորեն շարունակում է պահպանել իր սկզբունքները, մյուսը փչանում է, մյուսը սկսում է շահագործել, չարաշահել իշխանությունը, բան, հայտնի բաներ են, այսինքն իշխանությունը այդ բանը ունի, մարդու բարոյական որակները փչացնելու այդ պոտենցիալը ունի։ Հիմա մեկը դիմադրում է դրան, մյուսը գայթակղությանը չի դիմա։ Մեկը այնքան հեշտ է փչանում, որ արդեն չես ճանաչում այդ մարդուն, որովհետև մի տարի առաջ վրոձի բաներ ազնիվ նորմալ մարդեր սկզբունքներով հիմա դառել է մի հատ ինչ ասեմ գող բա չեմ ուզում ասենք ինչ որ մարդկանց անուններ տալ լավ չեմ տա այդ չի կարևոր էլի որովհետև համալ մեռած մարդիկ են ասենք որ մարդ գիտեմ որին եղել է Ղարաբաղ կոմիտեի ամենա հեղինակավոր մարդկանցից մեկը շատ սկզբունքային եւ այլ բան հետո դառավ խաղամոլ կաշառակեր եղել է հիմա չեմ էլ ուզում Ղարաբաղ կոմիտեի բանը համբավը փչացնել, որովհետեւ իրականում ամենամեծ պատմական գործը հայ ժողովրդի ճակատագրում արել է Ղարաբաղ կոմիտեն, որը եւ անկախություն վերստեղծեց եւ Ղարաբաղ ազատագրեց եւ լրջագույն բաներ արեց, բայց մենք մի բան էլ պետք է հասկանանք, ախր իհարկե մեզնից կարելի է պահանջել իդեալական կառավարում 90-ական թվականներին, այսինքն համ հաղթանակ բերեինք այդ բլոկադայի համ ներքին դաշտ կատարյալ այդ ռեսուրսային սակավության վիճակում մենք համ պիտի հաղթանակ տանենք, մեզնից մի քանի անգամ ուժեղ պետության նկատմամբ, համ պիտի ժողովրդավարական բոլոր նորմերը պահպանեինք, համ պիտի բացառեինք կաշառակերության որևէ բան դրսևորում, բայց տենց լինում է, թե տենց լինում է մենակ հեքիաթում, որովհետև կներեք պատերազմը ինքնին մի հատ անենց մեծ ու ծանր process է, որ ինքը ուզես չուզես ազդում է դեմոկրատական ինստիտուտների վրա, չգիտեմ, այո, որոշ դեպքերում սկզբունքների վրա եւ այլն, այսինքն հետ պատերազմյան շրջանում դժվար է կանխել անսահմանափակ ռեսուրս, որ համ կարողանաս պատերազմի խնդիրները լուծես, համ կարողանաս բացառես կաշառակերությունը, որովհետեւ կաշառակերությունը խեղդելը եւ բացառելը դա նույնպես ռեսուրս է պահանջում։ Հասկանում եք, եթե դու տալիս ես աշխատավարձ, ասենք չգիտեմ, ինչքան էինք տալիս այն ժամանակ, մի հատ չնչին աշխատավարձ է, որով հնարավոր չէր ընտանիք պահել, հա, ասենք մինիստրին կամ բյուրոկրատին, այտենց աշխատավարձ ես տալիս, որովհետև դու ծանր պատերազմի մեջ ես եւ բլոկադայի մեջ ես, դու շատ դժվար է համարել, որ դու ինչ որ կարող ես ազնիվ բյուրոկրատիա ստեղծես։ Ազնիվ բյուրոկրատիան շատ թանկ հաճույք է, շատ թանկ։ Ազնիվ բյուրոկրատիաները գոյություն ունեն մենակ շատ բարեկեցիկ հասարակություններում։ Հիմա մեզնից ուզում եք համ ազնիվ բյուրոկրատիա, համ տնտեսական զարգացում բլոկադայի պայմաններում եւ քանդվող սովետի լրիվ քանդված սաղ տնտեսական կապերը քանդված պայմաններում եւ մեզնից 3 անգամ ավելի հզոր բոլոր չափանիշներով պետության նկատմամբ հաղթանակ։ Okay, այդ մեկը մի քիչ հեքիաթ է, էլի կներեք, բայց դեռ առաջնահերթություններ ես ընտրում, առաջնահերթությունը հաղթանակն էր։ Այսինքն դուք բայց ընդունում եք, որ դուք նաև սնել եք հրեշների, այսպես ասած։ Գիտեք, հատուկ չեմ զբաղվել կամ Տեր-Պետրոսյանը հրեշներ ծնելու գործընթացով, հասկանում եք։ Ակամայից է ստացվում։ Հրեշները ծնվում են, ասում եմ, ցանկացած պատերազմ հրեշներ է ծնում։ Ընդ որում, ձեզ ավելին ասեմ, ես միշտ այս թեզիսը ասում եմ, ամենամեծ հրեշները ծնվում են հենց հաղթանակած բանակից, հաղթող բանակից։ Հա, որ բան են անում, հա, այսպես վերարժևորում են, որոշ հերոսներ են ստեղծվում, որոնք չէ, իրանք գալիս են, իրանք ջախջախել են ահեղ թշնամուն, գալիս են հետ, ասում են ախպեր, մենք արուն ենք 4 տարի արուն ենք թափել այս պետության համար, բա մենք մի բան չպետք է ունենանք։ Ու ես միշտ օրինակները բերում եմ 49 թվին Ստալինը Ժուկովին, չգիտեմ, բանին, այդ ամբողջ բանակին մաքրեց 49 թվի հայտնի չիստկան արեց բանակի, որովհետև բանակը դառել էր քաղաքական ֆակտոր, հաղթած բանակը։ Ինքը Ստալինը խնդրեմ ուներ, բայց ինքը NKVD-ն դրեց իրանց գլխին, մաքրեց, սաղին տեղը դրեց, բանին ուղարկեց Ժուկովին ուղարկեց Օդեսա, այդ բանը իրան հեշտ էր այդ հարցը լուծել, ավելի դժվար էր դեմոկրատական պետությանը նման հարց լուծել, օրինակ Ամերիկային, երբ որ գեներալ Մարկ Արտուրը վերադարձավ Վաշինգտոն
կորեական Այո, հաղթական էլի օրինակներ պատերազմից հետո կան, եւ որ պատրաստում էր Թրումենից ուղղակի վերցրել իշխանությունը, միակ բանը որ պահեց, դա ամերիկան քաղաքացիական պատերազմից դա այդ դեմոկրատական ինստիտուտների ավանդական կայացումներ, հա։ այդ խորություններ արմատականացվածը։ Հիմա մենք ոչ ՆԿՎԴ ունեինք, այսինքն ռեպրեսիվ ապարատ, ոչ ունեինք դեմոկրատական ինստիտուտների ինչ որ ավանդական ցենց 100 տարվա բաներ, խորացած ինստիտուտներ։ Մենք այո, դες չի որ կարողացանք իդեալական, ասում եմ, բոլոր ֆրոնտերով ինչ որ բան անել։ Հասկացա։ Պարոն Զուրաբյան, Փաշինյանն էլ է դուրս եկել հակի ծոցից, այսպես Հա, իդեպ ասած։ ասեմ, այս հաբրգած, հաղթանակած բանակի այդ բանը, այն էլեմենտները, չեմ ասում բոլորը տենց էին, բայց այ իրանք իրականում Տեր-Պետրոսյանի հերացրին իշխանությունից։ Մեծ հաշվով, եթե սենց նայես, ինքը բերեց, չէ, դե ինքը ինչ էր անում։ Ինքը ուներ մի առաջնահերթություն, հաղթանակ։ Պետք է ամեն ինչով օգներ բանակին։ Բայց հետո առաջանում է այս օբյեկտիվ ֆակտորը, որը ասում եմ Սովետում էլ առաջացել ժամանակին, Միացյալ Նահանգներում առաջացել, ու միշտ այդ բանը առաջանում է։ Այսօր Ալիևն էլ կունենա այդ բանը։ Իդեպ այդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմա նաև շատ է քննարկվում եւ քննադատվում, ինչպես Փաշինյանն է ասում, փախակ, այդ բառով է, հա, բնորոշում ժամանակին, բայց ինչից փախանք, մենակ էլ պարզելներ։ Եթե քաղաքացիական պատերազմից ենք փախել, ավելի լավ էր որ փախանք, որովհետեւ քաղաքացիական պատերազմը Տեր-Պետրոսյանին չէր մենակ սպառնալու, առաջին հերթին սպառնալու էր ամբողջ ժողովրդին։ Բայց տեսեք, Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան էս արճակատումը, ավելի ճիշտ երկրորդ ալիքը հզոր ստեղծվեց այն ժամանակ, երբ որ հայտնի դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել վեհափառի հետ եւ իր աջակցություններ հրապարակային հայտնել վեհափառին, սա ինչ որ երկրորդ ալիքը ստեղծեց Լևոն Տեր-Պետրոսյան դեմ էս Շմուքը Պալկանների ամբողջ իր խմբականակը, այսպես ասած, ստատուսներ էր գրում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, այդ ժամանակ ինչ ասեց Փաշինյանն, ասում է, դե եթե տենց վեհափառ սիրող էր, մարտի 1-ին ինչի քո դրան, ինչ էր Շամբնի մոտից այն կողմ չէր թողել վեհափառին։ Կխնդրեմ այս մասով մի հատ բարձաբանում տակ, էլի։ Դու ասա դուրը փայգել է, դու դարպասից այն կողմ չես թողել վեհափառին, դու վեհափառ սիրող։ Իրանք ամեն ինչին նայում են ինչ որ անձնական, քաղաքական, այդ այս ռոպեական ինչ որ տեսակետներից։ Լսեք, վեհափառը եկել էր Տեր-Պետրոսյանի մոտ, Տեր-Պետրոսյանը ընդամենը ասեց, որ եթե դու այդ դերը պետք է կատարես, հաշտարարի, գնա հրապարակ կանգնի բանի մեջ, բանի միջև, բանակի ու ժողովրդի միջև։ Ընդամենը դա է ասել։ Այսինքն ոչ թե ներս չթողեց։ Հասցեատերը ես չեմ, բայց ներս թողել արդեն ինքը դառնում էր հասցեատեր բանի։ Այսինքն ստացվում է, հա, որ խնդիրը իրա մեջ է։ Մարտի 1-յան, իրա մեջ է։ Վեհափառն էլ եկել է հորդորելու։ Որ այ վերջ։ Այսինքն այնպես չի, որ չէր հարգում վեհափառին այդ Շամբնի մոտից այն կողմ չթողեց։ Դա քաղաքական բան էր, պահվածք էր, որի գլխավոր իմաստն էր, որ ես չեմ հասցեատերը։ Այս բռնության հեղինակը ես չեմ։ Բռնության հեղինակը բանն է, իշխանությունն է։ Իրանց պետք է ասես ինչ որ բան, ոչ թե ինձ։ Դա մեսիջ էր քաղաքական։ Բայց դրանով հանդերձ, ասենք, երբեք Տեր-Պետրոսյանը, սենց ասեմ էլի, 1700 ամյա եկեղեցու կանոնադրությունը կասկածի տակ չի դրել։ Երբեք չի համարել, որ պետությունը իրավունք ունի խախտելով սեփական սահմանադրությունը եւ օրենքները միջամտել հայ-առաքելական եկեղեցու աշխատանքին։ Ինչքան էլ ինքը տրամադրված լիներ կամ չլիներ որոշակի հոգեվորականների թեկուզ վեհափառի նկատմամբ։ Դա ինչ կապ ունի։ Դու կարող ես անձնական ինչ որ վերաբերմունք ունենաս, բայց դա քեզ թույլ չի տալիս դու խախտես կանոնադրությունը, օրենքները, սահմանադրությունը։ Ինչքան ուզում ես բան, ինքը քաղաքական մեսիջներ, ինչքան ես բան չէի ասի, եթե Փաշինյանը քաղաքական մեսիջներով հանդես գար, ասեր վեհափառը էս պետք է աներ, այն պետք է աներ, բայց չի անում բան։ Ինչքան ուզում ես, ինչքան վեհափառը իրավունք ունի իրան քննադատելու մեր սահմանության։ Հրաժարականը պահանջելու այդ հրաժարականը պահանջելու նույնքան էլ նա կարող էր պատասխան տալ։ Իրա եւ դրանով ավարտվեր։ Կառոնի ձևերով, ասենք, պատասխան տալ։ Քաղաքական մեսիջներով։ Մտներ անկողին ու սրբազանների անկողինը քններ։ Բայց ես ասում եմ նորից, ինձ համար սահմանը այն չի, որ բարոյականության խնդիրը չի, բարոյականությունը մենք պետք է
ձևակերպենք բոլորիս համար ընդունելի չափանիշներով։ Իսկ դրա միակ ձևը դա քրեական օրենսգիրքն է։ Քրեական օրենսգիրքը բարոյականության չափանիշները ձևավորում է։ Ու այդ չափանիշներից ոչ ոք չի կարող հրաժարվի։ Փաշինյանը խախտում է քրեական օրենսգիրքը։ Հետևաբար Փաշինյանը անցնում է բարոյականության սահմանները։ Նա է խախտում բարոյականությունը։ Բանը վեհապարը չի խախտում քրեական օրենսգիրքը։ Երբ որ ինքը քաղաքական հայտարարություն է անում, ինքը չի խախտում քրեական օրենսգիրքը։ Քրեական օրենսգիրքը կամ մեր սահմանությունը չի արգելում որևէ հոգևորականի ներառյալ վեհապարին հայտնելու իր քաղաքական կարծիքը, դիրքորոշումը։ Էս պետք է ուրիշ չափանիշ չլինի։ Կամ դու խախտում ես օրենքը, հետևաբար դու անբարոյական ես, որտեվ քրեական օրենսգիրքը հստակ ասում է, ինչն է մեր հասարակությունը կոնսենսուսով համարում անբարոյական։ Կամ դու չես խախտում դա։ Նիկոլ Փաշինյանը խախտում է, նա հանցագործ է։ Պարոն Զուրաբյան, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, եկանք հասանք մի հանգրվանի, էլի ոնց պատտվում ենք, ինչպես հաղթահարել Փաշինյանին։ Դուք ձեր Facebook-յան էջում շարք եք հրապարակել, սուտը մեռնի, այսպեսի շարք էիք հրապարակում, որով մերկացնում էիք, հա, Փաշինյանի հերթական սուտը։ Իրականում շատ ԶԼՄ-ներ համարակալում են այսպես Փաշինյանի ստեր, ասենք սուտ համար 40, համար 50, համար 60, չգիտեմ, 100-րդ եսին որտեղ է հասել արդեն այդ սուտը, որովհետև բազմաթիվ են ամենաակնառու, հա, ստերը քաղաքացին բանի մատերիալ չի, տուգանքի մատերիալ չի, հետո տեսանք ինչ եղավ, մեր բնակչությունը պիտի 5 միլիոն լինի, ֆուտբոլի ազգային հավաքականը պիտի, չգիտեմ, աշխարհի առաջնության մրցանակակիր, այսինքն հերթով այսպես տեսել ենք ինչ է ասել, ինչ է եղել, բաժանաղապետության դեմ էր պայքարում, ստեղծեց սկեսրարապետություն, քերիապետություն, այս տիպի պետություն։ Հիմա այս ամենը եթե այսպես հաշվի առնենք, հա, ամփոփենք։ Այս ձեր ֆիրմային հարցերի էր նման, այս որ ասուլիսների ժամանակ։ Հա, հիշեցնում եմ, հա, ինքը հա, ես սիրում եմ հիշեցնել մարդուն իր անցյալը, հա, այս ամեն ինչը հաշվի առնելով, ո՞րն է Փաշինյանին ամենա ծայրահեղ սուտը, որը շատ ծանր է արժեցել մեր ազգի վրա, եւ քանի որ դուք ասացիք, որ չեք պատրաստվում Քոչարյան Սերժ Սարգսյան զույգի հետ համախմբվել, այնուամենայնիվ եթե հարցը դրված է այսպես օրհասական վիճակում է կամ հաղթել Փաշինյանին, որը հնարավոր է միասնաբար, կամ չհաղթել նրան, թողնել վերընտրվի, դուք ո՞ր տարբերակն եք ընտրելու։ Չնախ անդրադառնամ, դուք երկու հարց տվեցիք։ Հա, այո, երկուսը։ Ասենք, որն է ամենամեծ սուտը։ Դե ինքը իսկապես ստախոսության էնցիկլոպեդիա է, քայլող։ Այսինքն դրա ամեն ասածը սուտ է։ Նախորդը հաջորդին հակասում է։ Անկամ մենակ այդ բերումով, բայց բացի դրանից էլ սուտ է, որովհետև ճշմարտության չի համապատասխանում։ Եվ եթե ինչ-որ մեկը իր կյանքը որոշի նվիրի Նիկոլ Փաշինյանի ստերի քրոնոլոգիային կամ տենց արձանագրմանը, դա կարող է բազմահատոր մի աշխատություն լինի, չգիտեմ դա իմաստ կունենա, թե չէ, եւ ով պատրաստ կլինի այդ 100 հատորը կարդալ։ Իր ստի ուժը նաեւ դրա մեջ է, որովհետեւ այնքան շատ է խոսում, որ արդեն չես քանակի մեջ չես կողմնորոշվում, որին անդրադառնաս, բայց դուք հեշտացրիք իմ խնդիրը, ասելով որն է ամենակարևոր սուտը։ Այդ մեկ դրա պատասխանը շատ հստակ ունեմ։ Ամենածանր մեր համար հետևանքներ, ճակատագրական հետևանքներ ունեցած սուտը դա այն է, որ ինքը 2019 թվականի առաջարկը ունենալով իր սեղանին հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ չկա։ Ինքը խաբեց սեփական ժողովրդին։ Ինքը ֆրացրեց ժողովրդին։ Դրա հետևանքները ամենածանրագույնն են եղել, որտեղ ինքը կարող չէ ասես ժողովրդին, ժողովուրդ ցենց առաջարկ կա։ Հələ մտենանք ժողովուրդը ինչ ռեակցիա կտար։ Մանավանդ որ ասել է, ինչ է լինի, ես ձեր հետ եմ քննարկել։ Եթե ես ընդունեի, մեզ կասեին մենք դավաճան ենք, բան, սենց։ Այ ախպեր, հələ մատ փորձեիր։ Ինչ է նշանակում։ Դու իմիգրանտ որոշես, որ ժողովուրդը այդքան բան էր, հա, տենց կոտոշեր լինելու։ Բայց արդեն բոլորը համոզված էին, որ մենք ունենք, ախպեր դու համոզեիր հակառակում։ Դու մատ ներկա, լավ, չեմ ասում համոզեիր, ներկայացրիր ճշմարտությունը։ Ասել որ սենց առաջարկ կա։ Որ կա առաջարկ, որ մենք պահենք Ղարաբաղը, Քելբաջարը ու Լաչինը ամբողջությամբ մեր վերահսկողության տակ եւ հաստատենք խաղաղություն։ Ասեիր։ Կարող է մեր ժողովուրդը համաձայնվեր։
կամ ինչ որ հատված մենք որ հաստատ կհամաձայնվեինք կմիանայինք այդ պայքարին կօգնենք այդ ծրագրի իրագործմանը բայց դու դա թաքցրել ես ժողովրդին դու սուտ ես ասես չկա փաստաթուղթ դրա հետևանքը եղել է մեր ներքաշումը պատերազմի մեջ կործանարար հիմա էլ սուտ ասում թե ես բանա խաղաղություն եմ բերել հիմա էլ սուտ ասում որ ես ինչի չընդունեցի դա որովհետև դա կբերեր մեր ինքնիշխանության սահմանափակմանը եւ հնարավոր չէր դարձնի մեր ռազմավարությունը ստանալու հաշտություն Ադրբեջանի հետ եւ երկխոսություն Թուրքիայի հետ հետին թվով միացած բանը հնարել այդ հարցերի շուրջ իր գլխավոր ստախոսությունն է եւ ձեր ընտրությունը մեր ընտրությունը ինչի արդյուն երբ որ օրհասական վիճակ է եւ հնարավոր տարբերակը Փաշինյանին հաղթելու լինի միասնական ճակատով հանդես գալը դուք այնուհանդերձ այսպես երկու ոտքը դնելու եք մի կոշիկի մեջ ասեք Քոչարյանի Սերժ Սարգսյանի նախկիների հետ չունեմ ճանապարհ անցնելու թե այսինքն դուք չէ եթե դուք հարցը դնում եք Փաշինյանին տեսական որովհետեւ չեմ հավատում որ դա հնարավոր է բայց եթե ասենք ինչ որ մի sense մտովի փորձ անենք, էքսպերիմենտ անենք, ասենք պատկերացրենք տեսականորեն միայն այդ տարբերակով է հնարավոր։ Ես իհարկե կընտրեմ բանը այդ միասնական ճակատը, որովհետև Փաշինյանը կգերադասեք Սերժ Սարգսյան-Քոչարյան զույգը Փաշինյանից։ Ես ամեն ինչ կանեմ, որ այդպեսի երկընտրանք չձևավորվի։ Դուք կձևավորեք այդ բանը։ Պետք է մեր ժողովրդին մենք նման երկընտրանքից փրկենք։ Զերծ պահենք։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Զուրաբյան, սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր, շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն։